Հաղորդման գործընկերն է Տունդեպո կահույքի սրահը։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, Երկիր մեդիա հեռուստաընկերությամբ սկսում ենք մեր սիրելի աշխատանքը, մեր հաղորդումը, մեր բարի լույսը, որ կոչվում է Բարև Երկիր, ուրախ ենք, որ միացել եք մեզ։ Ձյան, միշտ ասել եմ ու կասեմ, շահում են մարդիկ, ովքեր վաղ են արտանում, հատկապես մեր կյանքի եւ շուտ են ամուսնանում, դու սիրում ես այսօր որոշեցի դա չասել, ամեն դեպքում այս դարաշրջանում, այս ժամանակահատվածում, որ մենք ապրում ենք, բոլորն են ասում, որ ժամանակը շատ արագ է թռչում, այնպես որ հաշվի առնելով, որ շուտ ենք արտանում եւ րոպեներ ունենք ավել վայելելու, դա հրաշալի է, բայց ավելի շահած կլինեք, եթե միանաք մեզ, որովհետեւ վաղ առավոտ ձեզ կներկայացնենք հետաքրքիրը, կարևորը, մի խոսքով լավ առավոտ կունենաք մեզ հետ միասին։ Գունեղ հրաշալի գեղեցկուհի գործընկերուհի, լավ ես։ Բարի լույս, լավ, հրաշալի, դու ինչպես ես։ Հրաշալի։ Ամուսնության հետ կապված անտիկ փիլիսոփաներից մեկն ասել է, որ բոլորը պետք է ամուսնանան։ Եթե բախտդ բերի եւ լավ կին գտնես, կլինես երջանիկ, եթե վատը լինի, կդառնաս փիլիսոփա։ Այդ նույն բանաձևը ես տեսել եմ, բայց ոչ թե երջանիկ, այլ բացառիկ տարբերակով։ Եթե հանդիպում ես լավ կնոջ, դառնում ես բացառիկ։ Դու բացառություն ես այս աշխարհում դառնում։ Այո։ Բարև Երկիր, բարի լույս մեր ամենահետաքրքրասեր եւ սիրելի հեռուստադիտողներին, այսօր մարտի 29-ն է եւ ինչպես Հայկն ասաց նախորդ շաբաթ, կամփոփենք գարնան առաջին ամսվա վերջին օրերը։ Այո։ Ճիշտ է։ Շնորհակալություն ենք հայտնում նախ եւ առաջ մեր գործընկերոջը, որն է Տունդեպո խանութ սրահը եւ իհարկե հիշեցնում այն հասցեները, որտեղով կարող եք հետևել մեր թողարկումներին, դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան ալիքը եւ Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան էջերը։ Սահուն անցում ենք կատարում օրեր առաջ թատրոնի օրն էր եւ կայացավ Արտավազդ մրցանակաբաշխությունը։ Սիրելի Հայկ, ես շատ հպարտ էի եւ հպարտ եմ, որ դու իմ գործընկերն ես եւ առաջադրված էիր, այս անգամ չստացվեց մրցանակը։ Բայց սխրել պետք չէ։ Հատեր աշխարհում ունենք Հայկ Պետրոսյան, այո, դա արդեն հպարտության առիթ է, գոնե ինձ համար։ Մի փոքր պատմի ինչպիսին էր տրամադրությունը, դուք ես ինչպես էիր զգում եւ շարժվենք առաջ։ Ջան, դե տոնական էր միանշանակ, որովհետեւ ողջ աշխարհն է նախ նշում այդ կախարդական ու հեքիաթային աշխարհի օրը, թատրոնի միջազգային տոնը։ Հրաշալի էր, երբ գործընկերները բոլորը հավաքվում են մի տանիքի տակ, մի գաղափարի շուրջ, վայելում են իրար ներկայությունը, խոսք, զրույց, հետաքրքիր երկխոսություններ եւ ամենակարևորը հենց այդ տոնական տրամադրությունը։ Դե առիթը օգտագործելով եկեք շնորհավորենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր մրցանակներով դուրս եկան Կապանի դրամատիկական թատրոնի դահլիճից ու վայելեցին իրենց մրցանակը։ Այո, այս պահին առաջարկում եմ դիտել տեսանյութ, Արմինե Բրսյանը կտային բոլոր հարցերի պատասխանները, ինչու Կապանի դրամատիկական թատրոնում, ովքեր էին առաջադրված, ովքեր էին հաղթողները եւ այդպես շարունակ։ Դիտենք տեսանյութը, ապա վերադառնանք եւ շարունակենք մեր ընթացքը։ Խնդրեմ։ Ավանդույթի համաձայն մարտի 27-ին թատրոնի միջազգային օրը թատեր աշխարհի ներկայացուցիչներին միավորել էր Արտավազդ մրցանակաբաշխությունը։ Այս տարի այն անցկացվում էր 24-րդ անգամ։ Հաշվի առնելով, որ Հայաստանի թատերական գործիչների միությունը միշտ առանձնահատուկ ուշադրության է արժանացրել մարզային թատերական կյանքին եւ ինչպես նաեւ այս տարի լրանում է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թատրոնի 90-ամյակը, որոշում էր կայացվել Արտավազդն անցկացնել Կապանում։ Ամենաշատ մրցանակ 6 արտավազդ ստացավ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը, լավագույն դերասանը Վարշամ Գևորգյանն է, լավագույն երիտասարդ դերասանուհին Միլենա Ղազարյանը։ Բեմադրիչ Նարինե Գրիգորյանի Լակոտը, բարկանում ես, ճանաչվեցին լավագույն ներկայացում, մանկական եւ երիտասարդական ներկայացումներ։ Լակոտ ներկայացման դեպքում համահեղինակը Անդրանիկ Միքայելյանն է։ Լավագույն երաժշտության հեղինակ ճանաչվեց Արմեն Շահինյանը։ Լավագույն թատերախոսականն էլ Անի Հարությունյանի Պարույր Սևակի Մարդ ապրի մեջ պոետիկ տեքստի վերամարմնավորումն է։ Մրցանակների քանակով հաջորդիվ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնն է։ Լիլիա Մուկուչյանը Սպանդի Աստվածը ներկայացմամբ ճանաչվեց լավագույն դերասանուհի։ Փող, կիրք, իշխանություն ներկայացման համար լավագույն ռեժիսոր է ճանաչվել Սուրեն Շահվերդյանը։ Թեհմինե Խաչատրյանը երկրորդ պլանի լավագույն կինդերակատարն է, նույն ներկայացմամբ։ Իսկ Աշոտ Թադևոսյանը լավագույն սցենոգրաֆիայի հեղինակ։
Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատարի մրցանակը տրվեց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանին, իսկ լավագույն երիտասարդ դերասանն էլ Արման Մաթևոսյանն է։ Ռուզան Խաչատրյանը Արևի մարդիկ ներկայացման համար ճանաչվեց լավագույն երիտասարդ բեմադրիչ։ Մեծ արտավազդի արժանացավ Տիգրան Աթայանը, Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թատրոնին ստեղծագործական նոր շունչ հաղորդելու և Կապանի կամերային ներկայացումների փառատոնի հիմնադրելու համար։ Իսկ թատերարվեստին արժանապատիվ ծառայելու համար պարգևատրվել են նույն թատրոնի դերասաններ Արտավազդ Գրիգորյանը և Նատալիա Բաղդասարյանը։ Արմինե Բրսոյան, Բարև երկիր։ Վերադարձանք տաղավար, մենք եթերում ենք, սիրելի հեռուստադիտողներ, միշտ էլ հաճելի է։ Ես ասել եմ ու կասեմ, այո, որ քաղաքամար Երևանից բացի մարզային թատրոններում լինի մշակութային գեր ակտիվություն, որովհետև դա հրաշալի անդրադառնում է եւ մարդկանց հայրենակիցների վրա մեր, եւ նաեւ մշակույթի վրա ու փոխադարձ կապը թատրոն ու հանդիսատես միշտ լինում է շատ ավելի ստացված այս դեպքում, այնպես որ սա հաճելի է եւ թող լինի շարունակական։ Իմիջիայլոց այս թեմայով սկսել են արդեն խոսել, որ մյուս տարի որտեղ են պատկերացնում, որ լինի քաղաքամար Երևանից դուրս իհարկե Արտավազդ մրցանակաբաշխությունը եւ տոնը թատրոնի միջազգային օրվա, այնպես որ հրաշալի ավանդույթը կարծում եմ լավ սկիզբ ունեցավ այս տարի եւ ամուր հիմքեր դրվեցին։ Շարժվենք առաջ ընկերներ, նախ շնորհավորենք օրվա հոբելյարներին, չանտեսենք նրանց, սիրելի գործընկերուհի, մարտի 29-ը ձեր տարեդարձն է, սիրելի հոբելյարներ, լավ օր, լավ տրամադրություն, վայելեք օրվա ամեն մի վայրկյանը ու սկսենք հետաքրքիր մի շարք նորության, այս դեպքում ոչ թե նորությունների, որ վերաբերում է ջրահարսին ու նրա օրվան, այսօր ջրահարսի միջազգային օրն է, հասկանանք ինչ է կատարվում, երբ եւ 2018 թվականից սկսած մարտի 29-ին նշվում է ջրահարսերի միջազգային օրը։ Ընտրվել է այս օրը, որովհետև 2018 թվականի մարտի 29-ին է հեռարձակվել հայտնի Սիրենա սերիալի առաջին սերիան։ Ջրահարսը, ծովային մուսան, ջրային ոգին կամ ծովային սիրենը եվրոպական ժողովրդական լեգենդներում եւ առասպելներում ծովային միֆական արարած է, աղջիկ ձկան պոչով, ինչպես գիտենք բոլորս։ Ըստ այդ լեգենդների ջրահարսերը հոգի չունեն եւ այն գտնելու համար երբեմն դուրս են գալիս ջրից, բայց իրենց մեջ այդպես էլ ուժ չեն գտնում եւ նորից վերադառնում են ծով։ Հելենական եւ հռոմեական մշակույթում սիրենների պատկերումը ակնհայտորեն ազդեցություն է ունեցել հետագայում ջրահարսերի մասին պատմություններ, հեքիաթներ, մուլտֆիլմեր ու ֆիլմեր ստեղծելու արվեստում։ Հիմնականում նրանք ներկայանում են որպես բարի փերիներ, կատարյալ գեղեցկուհիներ, որոնք պատրաստ են նույնիսկ զոհաբերության հանուն սիրո, ինչպես Անդերսենի հայտնի հեքիաթում։ Եվ եթե ջրահարսերի արտաքնի մասին մեր պատկերացումները հստակ են, ապա նրանց առասպելական լինելու փաստը դեռ կասկածելի է։ Դեռին ժամանակներից մինչև նույնիսկ 20-րդ դարասկիզբ հաղորդագրություններ են ստացվել ջրահարսերի կամ նմանատիպ արարածների հետ հանդիպումների մասին։ 17-րդ դարի ծովագնաց Հենրի Հուդզոնի մատյանում հաղորդագրություն է պահպանվել այն մասին, որ իր արշավախմբի անդամներից մեկը տախտակամածին ջրահարսի է նկատել։ Րոպեներ անց նետվել է ջուրը, թափահարել դելֆինի պոչ հիշեցնող իր պոչը եւ անհետացել։ 15-րդ դարում Քրիստոֆեր Կոլումբոսն է հայտարարել ջրահարսերի հանդիպելու մասին, պարզապես նրանք աքաղաղի փետուրներով են եղել եւ տղամարդու դեմքով։ 16-րդ դարում էլ լեհ թագավոր Սիգիզմունդ II եւ պալատականներն են հնարավորություն ունեցել հիանալ բռնված ջրահարսով, որը 3 օր անց մահացել է սակայն։ Ջրահարսերի հետ նմանատիպ հանդիպումներ տեղի են ունեցել նաև 19-րդ ու 20-րդ դարերում։ Գիտնականները բացատրում են, որ մարդիկ ծովային որոշ կենդանիներին մեծ հեռավորությունից կարող էին նմանեցնել ջրահարսերի։ Սակայն այսքանով չի ավարտվում այս պատմությունը։ 2014 թվականին ամերիկյան օվկիանոսների եւ մթնոլորտային ուսումնասիրությունների ազգային գործակալությունը հայտարարեց ուշադրություն, որ ջրահարսեր իրականում գոյություն ունեն եւ հրատարակեց ջրային հումանոիդների գոյության հիմնավոր ապացույցներ աշխատությունը։ Փորձագետները պատմել են, որ ջրահարսերի մեծամասնությունն ապրում է Կարիբյան ավազանում եւ Միջերկրական ծովում, սակայն հայտնաբերվել են նաեւ Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսներում։ Ավելի վաղ էլ ամերիկյան Animal Planet հեռուստաալիքը ջրահարսեր մարմինը գտնված է անվանումով ֆիլմ էր թողարկել, որտեղ ցուցադրվում էր ջրահարսերի գոյության մի քանի փաստեր։
Սա կարծում եմ հավիտենական են հեքիաթային կախարդական այո թեմաներից է, կերպարներից է, որ կարող ենք այո նրա գոյության լինել եւ չլինելու մասին անդադար խոսել, մարդիկ կարող են լինել, որ գտնել ապացույցներ, միանգամից զուգահեռ տարած մեր պապիկին։ Իսկ դու հակված ես ավելի հավատալու, կա՞։ Դե այո, իհարկե հավատալու, որովհետեւ մի փոքր հեքիաթ կոկյակում ավելացնել է եւ դրան հավատալը միանշանակ դրական ու լավ հետաքրքիր ազդեցություն։ Բայց երբ ասում ենք ջրահարսեր, անպայման պատկերացնում ենք, չէ, գեղեցիկ երկար վարսերով, աղջկա դեմքով, իդեալական կատարյալ գեղեցկության աղջիկների։ Իսկ այստեղ արդեն հեքիաթն է գալիս առաջ, որովհետև իրականում գուցե կան, բայց այդքան էլ այդպիսի արտաքինով չեն։ Բայց արի հավատանք, որ ունեն հոգիներ, որովհետև այստեղ միտք հնչեց, որ հոգի չկա, իսկ մեր ռեժիսորը լավ դիտարկում արեց, հուշեց մեզ, որ այո, հոգիներ ունեն, գլխավորությամբ իմ գործընկերուհու, ով ոչ պակաս քան հմայիչ ու գեղեցիկ է։ Պարզապես կոչում եմ։ Այո, սիրելիներ, մենք շատ չարաշահենք ձեր համբերությունը, ժամանակն է կարծում եմ ամենատեղին, որպեսզի վայելենք բոլորս երաժշտական տրամադրություն, րոպեներ անց կլինենք եթերում, կդիմավորենք մեր ուժեղ բառեզբուն իմաստով հյուրին ու կբացահայտենք նրան ունենալու հյուրերին ու կունենանք հետաքրքիր հարցազրույց, բարև երկիր, մնացեք մեզ հետ։ Դեբերեք ինձ նրա տակ բույրը, քամիներ, նվիրեք ինձ նրա համբույրը, տարիներ, դե բացարեք իմ բախտի դուռը, որ ապրեմ նրա հետ տարիներ։ Մի մատնահետք, այլ ոչ թե վեր, դու թողեցիր սրտիս վրա մաքուր մի հենք, բացի քեզնից, քո տաք սրտից, ես չեմ ուզում գանձեր կյանքից, այս աշխարհից, սիրտը իմ քնած տեղից, ես ոնց արթնացա, քամիներ Բացարեք իմ բախտի դուռը, որ ապրեմ նրա հետ տարիներ։ Օ տար քամիներ, դե բերեք ինձ նրա տակ բույրը, քամիներ, նվիրեք ինձ նրա համբույրը, տարիներ, դե բացարեք իմ բախտի Ինչիս է պետք ուրիշ տարեր, եթե դու կաս ու կմնաս իմ բախտի էր, ու խոսքերից, խոստումներից, ես կհյուսեմ հեքիաթ կյանքից, սեր երկնքից, համբույրներ կարոտ ու սեր, ինձ տվեք հույսեր, քամիներ, դե բերեք ինձ նրա տակ բույրը, քամիներ, նվիրեք ինձ նրա համբույրը, տարիներ, դե բացարեք իմ բախտի դուռը, որ ապրեմ նրա հետ տարիներ։ Բացարեք իմ բախտի դուռը, որ ապրեմ նրա հետ տարիներ, որ ապրեմ նրա հետ տարիներ։
Շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, այո, մենք հյուրընկալել ենք երկու հրաշալի մարդկանց եւ հիմա ես համենայն դեպս ու վստահ եմ նաեւ դու, մենք մեզ զգում ենք աշխարհի ամենակարևոր միջոցառման ամենակարևոր հաղորդավարները, Իսկ շեշտադրությունը ամենակարևորը արդեն այո, հասկանալի է։ որովհետեւ ունենք հպարտության մի զգացում, որ ամենաբարձր սանդղակի վրա է։ Այո, հայ երեխաները բոլոր ոլորտներում էլ կարողանում են միշտ Հայաստանի անունը բարձր պահել, կլինի արվեստ, կլինի սպորտ, կլինի գիտություն, եւ ես վստահ եմ, որ այսպիսի երեխաների ձեռքում է հենց մեր երկիրը, լինելու է ամեն ինչ շատ լուսավոր, պայծառ հաղթանակներով լի։ Եվ հաղթական, այո, շատ ճիշտ ես։ Մենք օրեր առաջ արդեն խոսել էինք սիրելի հեռուստադիտողներ, որ 7-ամյա Նարեկ Գլջյանը Գինեսի ռեկորդ է սահմանել, նա 6.5 կմ/ժ արագությամբ ընթացող վազքուղու վրա մեկ ոտքով անընդմեջ վազել է 1 րոպեում 183 անգամ։ Իդեպ Նարեկը Գինեսի գրքում հայտնված նաև ամենափոքր հայաստանցին է։ Իսկ հիմա պաշտոնապես ներկայացնում ենք, այո, իր մարզչի հետ մեր տաղավարում է Դյուցազնատուն մարզական կենտրոնի տնօրեն Գինեսի բազմակի ռեկորդակիր Ռոման Սարադյան, բարի լույս։ Բարի լույս։ Եվ Գինեսի ռեկորդակիր, թեև փոքրիկ, բայց հզոր եւ ուժեղ Նարեկ Գլջյան, քեզ էլ բարի լույս։ Բարի լույս մեր տաղավար։ Նարեկ ջան, ինչպես ես։ Լավ։ Շատ հպարտ ենք, որ ունենք քեզ նախև առաջ։ Արի մեզ ասա որտեղից ես դու, քո ուժը որտեղից է գալիս, հետո արդեն կզրուցենք Ռոման Սահրադյանի հետ հասկանալու համար ոնց ճանաչեց քեզ եւ ինչպես դու գրանցեցիր այս հրաշք ու կարևոր հաջողությունը։ Դու որտեղից ես։ Ես Թալին համայնք Ակունդ գյուղից եմ։ Ակունդ գյուղից ես։ Եվ դեռ շատ ավելի մանկուց սովորել ես երևի կամ սիրել ես տանը պարապել, սպորտով զբաղվել, մի փոքր կպատմես քո, ախր դու մանուկ ես, չեմ էլ կարողանում ասել մանկության մասին, բայց լավ, օրինակ 2 տարեկանից ինչով ես զբաղվել, որ այսպես ուժեղ ես։ Միշտ։ Այո։ Բռնոցի որ խաղում են Այո։ երեխաները, միշտ արագ ես վազել։ Դու խաղալիս էլ բոլորին երևի վազքով հաղթել ես, գոլերը խփել ես, այո։ Այո, ֆուտբոլ չես սիրում, միայն։ Ֆուտբոլ չեմ սիրում։ Հետաքրքիր։ Եվ գնացիր Դյուցազնատուն մարզական ակումբ, արդեն որոշել էիր հստակ, որ պետք է Գինեսի ռեկորդակիր դառնաս։ Այո։ Եվ պարապում էիր անդադար, որպեսզի Շատ կարևոր է նման տաղանդով, նման ուժով, հա, օժտված երեխաներին բացահայտելը եւ նրանց հարթակ տրամադրելը։ Այդ ոնց գտակ համագյուղացիներ եք, թե ծանոթ էր ձեզ երեխան դեռ շատ ավելի մանկուց եւ ծանոթ եք նրա տվյալներին, սպորտային ու մարզական, ինչպես բացահայտեցիք նրա ուժը, լավ էսպես։ նման երեխաների կողքին իսկապես, չէ՞, պետք է գտնել այդպես երեխաների։ Նախ ես կուզենամ Ռոման ներողություն այս հարցը հիշելով, գանք մի փոքր ավելի սկիզբ Դյուցազնատուն մարզական ակումբի մասին խոսենք, պետք է ակումբը լիներ, որ հետո տաղանդավոր երեխաներն է գտնվեին եւ բերմային ենթարկվեին ակումբ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ։ Ամեն ինչ սկսվեց 2021 թվականի նոյեմբերի 20-ից, երբ որ Թալին համայնքում, իդեպ Հայաստանում առաջին անգամ բացվեց Հայեմ հիմնադրամի Դյուցազնատուն մարզական կենտրոն։ Նախ պետք է նշեմ ակունքները, որտեղից են գալիս, այո, այսինքն մենք պետք է հիշենք այստեղ Արքիմեդին ինչ էր ասել էր տվեք ինձ հենակետ եւ ես շուտ կտամ երկտագունդը, չէ։ Դա վերագրելով մեզ, այսինքն մեզ տրվեց սկզբնաղբյուրը տրվեց այն հենակետը, ի շնորհիվ Հայեմ բարեգործական միության, Թալինի համայնքապետարանի, ովքեր եղան են աջակիցները, որի շնորհիվ բացվեց Դյուցազնատուն մարզական կենտրոնը, մարզագույքերի համալրումով, տարածքի տրամադրումով եւ իհարկե նաեւ մեր հետագայում շարունակվեց այդ գործընթացը, տենդենսը մի խումբ մեր հայրենակիցների շնորհիվ, որովհետեւ մենք չունենք պետական աջակցություն, պետական մասշտաբով, ինչի համար, որովհետեւ զուտ նպատակը Դյուցազնատան Գինեսի համաշխարհային եւ հայկական դյուցազնագրքի ռեկորդակիր դարձնելն էր ապագա երեխաներին, սաներին, այսինքն սկսած դեռ 5 տարեկանից ու մինչև տարեկանի սահմանափակում չկա, այսինքն մենք ունենք նաև վետերան մարզիկներ, ովքեր եւս ներկայացնում են մեր դյուցազնատունը։
Եվ դուք ինքներդ բազմիցս, ձեր գործունեության ընթացքում լինելով ռեկորդակիր, ամեն դեպքում հասկացաք, որ կա այդ բացը, որ պիտի լինի հստակ հարթակ, մարզիչներով, մարզիկներով, որպեսզի ունենանք հետագայում շատ ավելի ռեկորդներ սահմանած եւ դյուցազնագրքում եւ Գինեսում, այո։ Ինչու իմ տնօրինությամբ, որովհետև աշխարհում առաջին հայը ես եմ, ով ամենաշատ ռեկորդներն ունի Գինեսի գրքում գրանցված։ Եվ որն էր դա։ Ներկայությամբ փաստացի 8 Գինեսի համաշխարհային ռեկորդ։ Առաջինը որն էր։ Առաջինը 2013 թվական դեկտեմբերի 16 ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, ամենամարզության մարզադահլիճում 36 րոպեում անընդմեջ 1001 պտույտ, մեծ պտույտ իդ վարժությունը պտտածողի վրա։ Դա իմ ռեկորդն է եղել, որը գրանցվեց Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում եւ պատկանում էր ինձ մինչեւ 2022 թվականի հունիսը, երբ որ մոնղոլ մարզիկը գերազանցեց 110 պտույտով եւ հիմա ներկայությամբ իրենն է պատկանում։ Բայց իհարկե դուք հետո չեք վհատվել եւ եւս 2 ռեկորդ եք սահմանել։ Իհարկե, ռեկորդների ընթացքը շարունակվեց, այնուհետեւ 1 րոպեում եմ կատարել պտտածողի վրա 2015 թվականին 45 պտույտ, այսինքն րոպեով ժամանակահատվածով։ Այնուհետև գոտկատեղի շուրջ պտույտները 3 անգամ թարմացրել եմ ռեկորդները, 1 րոպեում գոտկատեղի շուրջ 30 պտույտ, 38 եւ 41 պտույտ։ Այնուհետև 1 ձեռքով կախ դրությունից ոտնաթափերի բարձրացում եւ հպում պտտածողին 1 րոպեում 20 անգամ։ Մինչև հիմա այդ ռեկորդը պատկանում է ինձ 2020 գլխապտույտ ռեկորդները, որ մի պահ պատկերացնում ես ինչ է ուղղաթիռից այն կախված ռեկորդը, ես տեսել եմ։ Հաջորդիվ, այո, ուղղաթիռից կախ դրությունից ցկումներն էր դեպի վեր, երբ որ կատարեցի 1 րոպեում 23 ցկում դեպի վեր վարժությունը։ Բայց այդ ռեկորդը ինձ մնաց 1 տարի, որովհետև Ստեն Բրյունիսկը, բելգիացի մարզիկ, գերազանցեց, կատարեց 25 ցկում դեպի վեր վարժություն, բայց մեր դյուցազնատան մարզիկների Համազած Փլոյանի եւ Գրիգոր Մանուկյանի շնորհիվ այդ ռեկորդները հետ վերադարձվեց եւ նորից այո պատկանեց հային։ Համազածը 32 ցկում դեպի վեր վարժություն կատարեց, մինչեւ հիմա իրեն է պատկանում, իսկ Գրիգոր Մանուկյանն էլ հակառակ բռնվածքով 36 ցկում դեպի վեր վարժությունը կատարեց ուղղաթիռից կախտրությունից, որ մինչեւ հիմա էլ պատկանում է հային։ Մեր հայեն դյուցազնատան։ Մենք իսկապես հպարտ ենք մեր բոլոր հայորդիներով, շատ ուրախ ենք, որ դյուցազնատուն մարզական կենտրոնը հիմնվել է եւ արդեն 4 տարի շարունակ գործում է եւ վստահ ենք, որ ավելի լայն ու մեծ գործունեություն կծավալեք Հայաստանի ամբողջ տարածքով, ոչ միայն Թալինում, այլ նաեւ տարբեր տեղեր ունենաք ձեր մասնաճյուղերը, որպեսզի ավելի լայն հնարավորություններ ստեղծվի ուժեղ եւ հզոր մեր հայորդիների համար։ Մենք արդեն լայն հնարավորություն ստեղծել ենք ոչ թե Հայաստանում եւ տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում։ Պատկերացրեք, 1 տարվա մեջ մենք դյուցազնատան 12-աներ սահմանեցին 2 տասնյակից ավելի ռեկորդներ։ Եվ հիմա Թալինը ամբողջ աշխարհում ըստ ազգաբնակչության թվով առաջի տեղն է զբաղեցնում ռեկորդակիրների թվով։ Սա պաշտոնական տվյալներն եմ ասում, դյուցազնագետ դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ պարոն Վարդան Թոմասյանի խոսքերով, իդեպ պարոն Վարդան Թոմասյանն էլ միշտ կանգնած է եղել մեր կողքին եւ գրանցել է հայորդիների ռեկորդները եւ հայտերը ուղարկել են Գինեսի հանձնաժողով, որի արդյունքը դուք արդեն տեսնում եք։ Մարզիկները իրենք են դիմում մարզական ակումբ, դյուցազնատում, թե դուք այսպես շրջում եք, գուցե այլ մարզական ակումբներով շրջում եք եւ տեսնում եք ներուժ ունեցող այդ երեխաներին եւ արդեն փորձում եք դուք ինքներդ պարապել հստակ ուղղությամբ ռեկորդակիր դառնալու համար։ Գիտեք ինչ, երբ որ երեխաները տեսնում են մեկի նվաճումները, փորձում են օրինակ վերցնել եւ իրենք են փորձում հայտնի դառնալ, չէ՞ որ Գինեսի համաշխարհային ռեկորդակիր տիտղոսը կրելը դա ամեն մարդու բան չի եւ բնականաբար դա իծնե մարդու մեջ պետք է լինի եւ իրենք տեսնելով գալիս են ծնողներն են բերում երեխաներին իսկ Նարեկի ու նրա եղբայր Միսակի մասով իրենց պապիկն է միշտ բերել Միսակ պապը, որ պատկերացնում եք բացառիկ մի բան, երբ որ գյուղից
պապն է թորներին բերել մարզական կենտրոն։ Դե իհարկե բնականաբար դա մեծ բան է, որովհետև մենք երեխաներին կտրում ենք փողոցից եւ երեխաների մեջ սերմանում ենք առողջ դաստիարակություն, հայրենասիրական մեծ նվիրում, համակողմանի եւ ներդաշնակ զարգացում, որովհետեւ սպորտը ոչ միտեղ չի կորչում։ Երեխաներին, այո։ Նարեկ հոգնեցիր, չես խոսում։ Մի փոքր պատմի քո մասին։ Դպրոցում ինչպես ես սովորում, որ առարական ես սիրում։ Ես դպրոցում սովորում լավ, Գերազանց նույնիսկ, չէ՞։ Երևի թե ամենասիրելի առարկան ֆիզկուլտուրան է, այո, Հետո էլ ինչ կպատմես, ինչպես է անցնում քո առօրյան, շատ է սպորտով զբաղվում, թե ոչ, օրվա որ հատվածն է անցնում դյուցազնատանը եւ որ հատվածը տանը դասեր սովորելիս եւ այլն եւ այլն։ Մի փոքր քո առօրյայից կպատմես մեզ։ դպրոցում լավ է անցնում, Գալիս ես տուն սնվում ես, հետո գնում ես արդեն մարզական կենտրոն։ այո, Ամեն օր։ չէ, Շաբաթը քանի անգամ։ 3, 3 անգամ։ Իսկ օրինակ ընկերները, բակային խաղերը չես կարոտում արդյոք կամ դրանք ես չեն խանգարում, թե Ոչ։ դու քեզ տվել ես իսկական ու պրոֆեսիոնալ մարզական կյանքին։ այո, Այո։ Նարեկ ռեկորդակիր դառնալուց հետո համադասարանցիներից ոչ ոք չի համարձակվում էլ հետադվածքի մրցույթ անցկացնի կամ բռնոցի խաղակ ես հետ, անցկացնում եմ, հա։ Ես հիմա Բայց դու ես պատկերացնում եմ, հաղթում միշտ։ Իսկ ինչ ես երազում որպեսի դառնաս եւ ինչ մասնագետ դառնաս, նաեւ հետագայում ինչ ռեկորդներ սահմանես, ունես արդեն գծագրված այդպես երազանքներ, պլաններ, ահա։ ես ուզում եմ դառնալ ծրագրավորող, Առաջին ծրագրավորողը աշխարհում, ով վազում է ամենաարագը։ Որովհետև ծրագրավորողների կյանքը հիմնականում նստակյաց է, չէ՞, նրանք պետք է սպորտով զբաղվեն, իսկ դու արդեն պրոֆեսիոնալ սպորտային կյանքով, այո, կարող ես սավանել քո սիրած մասնագիտական գործունեությունը։ Իսկ այլ ռեկորդներ չես ծրագրում սահմանել նորից։ ծրագրում եմ, Հա։ Կա մի ռեկորդի վերաբերյալ, այո, կա, քանի որ սա 1 րոպեում 1 ոտքով վազքն էր, որ նախկին ռեկորդը 132-ն է եղել, այսինքն 1 րոպեում մի ոտքը հպվել է վազքողուն 6.5 կմ/ժ արագությամբ մտածող վազքողուն 183 անգամ։ Նախկին ռեկորդը 132-ն էր։ Պատկերացնում եք 51 հատով ավել գերազանցեց։ Եւ կա այս նույն ռեկորդը առանց րոպեի, այսինքն որը հիմա պատկանում է ամերիկացի մարզիկ Պետեր Նեստլերին 6.5 կմ/ժ արագությամբ ընթացող վազքողու վրա նա 1 ոտքով վազել է 8 րոպե 6 վայրկյան։ Ժամանակահատված, այսինքն կարողանա կդիմանա։ Նարեկը 4 րոպե 30 վայրկյան վազեցել է եւ ցուցանագրքում գրանցվել է այդ ցուցանիշը եւ Նարեկի հետ հույսեր ենք կապում, որովհետեւ բացահայտվեց երեխայի մեջ իրոք այդ ոտքի ուժը, հնարավորությունը, որ 3 րոպե ավելացնի եւ գերազանցի Պետեր Նեստլերի ներկայիս գործող ռեկորդը։ Այստեղ հետաքրքիր շատ է, տածում եւ ինձ գերազանցել, չէ՞։ Հետաքրքիր մի նրբություն կա, որի շուրջ կցանկանայի խոսել, պրոֆեսիոնալ սպորտային կյանքը հստակ ուղղվածությամբ, հա, դա կլինի ֆուտբոլ, դա կլինի բռնցքամարտ, թե պարզապես մենամարտային արվեստ եւ այլն եւ այլն, բայց այս դեպքում մի փոքր ուրիշ աշխատանք է պահանջում, որպեսզի դու կրես Գինեսի ռեկորդակրի կոչումը։ Այն ինչպես ենք վերաբերում մենք աշխատանքին, սա նույնպես պրոֆեսիոնալ մարզիկի կյանքով ապրելու կարևորություն ունի իր մեջ, հոգեբանության տեսանկյունից, եթե օրինակ հիմա մեր ուժեղ տղան կարողանում է վազելու հետ կապված սահմանել ռեկորդներ, արդյոք միայն կենտրոնանում ենք այն կյանքի վրա եւ այն սպորտաձևի վրա, որը օգուտ է տալու միայն ոտքերին ու վազելուն։ Ինչպես է Գինեսի ապագա ռեկորդագիրը զբաղվում սպորտով, մի քիչ տարբերությունների մասին խոսենք։ Այո, իհարկե, պրոֆեսիոնալիզմը զուտ մասնագիտական կողմնորոշում այստեղ պետք է եւ ճիշտ է։ Սկսած, այո, զուտ հոգեբանությունից, ճիշտ սննդակարգից, ժամային գրաֆիկով ճիշտ սնվելու, քնի, արթնանալու հետ կապված, դրանք այդ նորմերը, այդ չափանիշները, դրանք շատ կարեւոր են։ Թե սիրողական զբաղվողի եւ թե պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողի։ Սա ուղղակի զուտ անհատական նվաճում է։ Տեսեք, ես դրա համար էլ ասեցի, մեր մոտ աջակցություն ինչի համար չկա պետական աջակցություն, որովհետեւ սա
սպորտաձև չի, սա ուղղակի անհատական դրսևորում է, որ դու կարողանում ես աշխարհում լինել ինչ-որ մի վարժությունով մեկը, առաջինը։ Մենք հիմա պարոն Վարդան Թոմասյանի տվյալներով ունենք 87 Գինեսի ռեկորդակիր աշխարհում։ Իդեպ Նարեկը նշեմ, աշխարհում ամենափոքր տարիքով երեխան է, որ 7 տարեկան հասակում գրանցվել է ուժային առումով հայերի միջից Գինեսի ռեկորդների գրքում։ Դա եւս մի ռեկորդ է, այսինքն 2 ռեկորդ կարելի է այստեղ համարել, որ այդ տարիքի երեխան գրանցվել է ռեկորդների գրքում, որովհետև Գինեսի հանձնաժողովը տարիքային սահմանափակում է դնում։ Ասում է 16 տարեկանից բարձր, իսկ որոշ ռեկորդների մասով 16 տարեկանից ցածր տարիքի երեխաներ կարող է փորձել։ Չափանիշներ նորմեր կան իրենց հատուկ չափանիշներ նորմեր, որ պետք է հետևենք իրենց կանոններին եւ նոր ռեկորդը կատարենք։ Իրենք կանոնները ուղարկում են, ռեկորդը կատարում ենք, տեսանյութը ուղարկում ենք, 3-4 ամիս հետո կամ պիտի մերժվի, կամ էլ հաստատ լինի։ Հիմա շատերը գուցե ինձ խարազանեն, որ ես տարբերություն եմ դնում, բայց եկեք իրականությանը նայենք ուղիղ եւ այսպես ճիշտ աչքերով, հա։ Ամեն դեպքում քաղաքամար Երևանում մանկության տարիները հատկապես տղաների համար այս դեպքում անցնում է շատ տարբեր եւ իսկապես տարբերվում է քաղաքային երեխայի կյանքը մարզում բնակվող երեխայի կյանքից, որովհետեւ մի ուրախություն մեզ պետք է ասենք, որ մարզերում դեռ հողի քարի հետ խաղալը շատ ավելի ակտուալ է։ Երեխաները ֆիզիկապես լինում են եւ ավելի ուժեղ եւ ավելի առողջ ու դիմացկուն այս դեպքում այ հետաքրքիր է ինչպիսի ակտիվություն ունենք ուժեղ երեխաների տեսանկյունից, հա, ֆիզիկապես ավելի ակտիվ երեխաների տեսանկյունից, քաղաքամար Երևանից։ Ունենք արդյոք մարզիկներ, ունենք արդյոք տղաներ, երեխաներ, ում հետ էլի կկապենք պլաններ աշխատանքի հաշվին, որ նրանք ունենան թեկուզ դյուցազնագրքում ինչ-որ ռեկորդ կամ առաջ աստված Գինեսի ռեկորդակիր։ Դյուցազնագրքում կան իհարկե թե քաղաքաբնակ, թե գյուղաբնակ հայորդիներ, բայց այն ուժը, որ կա, այո, ճիշտ եք ասում դուք, գյուղաբնակների մեջ ավելի շատ է եւ ներկայությամբ ավելի պահպանված։ Տեսեք, Նարեկը գյուղից է, մեր դյուցազնատանը հաճախող մարզիկները ունեմ 10-15 մարզիկներ, այսինքն բոլորը տղաներ։ Տղաներ էլ կան, աղջիկներ էլ կան, աղջիկ ռեկորդակիր էլ ենք ունեցել, առաջին հայուհի աղջիկ ռեկորդակիրի դեմս Ռիտա Խաչատրյանի։ Թալինի միջից են ու հիմնականը գյուղերից են։ Այսինքն առողջ ապրելակերպը պարտադիր է, որպեսզի յուրաքանչյուրը հետևի ճիշտ սննդակարգին, իր ճիշտ մարզումներին, բայց հիմնականը այդ գյուղացու ուժը, որ ասում են, այդ կա էլի, այդ ամեն ինչը ի վերոստար։ Բայց ամեն դեպքում կարող ենք հասնել յուրաքանչյուր արդյունքի նպատակասլացության, նվիրման եւ աշխատասիրության շնորհիվ, այնպես որ շատ ուրախ ենք, որ դու դեռ մանկուց այս տարի դառնում ես 8, արդեն դարձել ես 8 տարեկան, չէ՞։ 8-ամյա երիտասարդ, դու արդեն ունես 2 Գինեսի ռեկորդ, սա հրաշալի է։ Հաջորդը ինչի վրա ենք կանգ առնելու հստակ նպատակով ուր ենք գնում դեպի կապված մեր հյուրի Նարեկ Գլչյանի հետ։ Հաջորդ ռեկորդը, որ պիտի սահմանենք, ո՞րն է լինել։ Ասեմ, ապրիլի 25-ից 30-ը պատրաստվում ենք Դուբայում մասնակցելու ուժային եռամարտի կամ նույնիսկ powerlifting-ի աշխարհի առաջնության, որտեղ ներգրավել եմ դյուցազնատան 3 մարզիկներ։ Նարեկ Գլչյանը 8 տարեկան, Դավիթ Օհանյանը 14 տարեկան եւ Արտակ Ղարապետյանը վետերան 49 տարեկան։ Մենք համապատասխան ֆեդերացիայի հետ, հնդկական իհարկե ֆեդերացիա է, համաձայնագիր ունենք, հրավեր ունենք նրանց կողմից, այսինքն տեսնելով մեր գործունեությունը, դյուցազնատան այդ նվաճումները, որովհետեւ Գինեսի պաշտոնական կայքեջում էլ նշվեց մեր նվաճումների մասին եւ Թալինը աշխարհում առաջի տեղը նշվել է, երբ որ գրեք արդեն Գինեսի կայքում կվերի։ Հրավեր ստացանք Դուբայում մասնակցելու ուժային եռամարտի աշխարհի առաջնությանը։ Powerlifting։ Նարեկը 30 կիլոգրամ քաշ ունի անձնական 8 տարեկան է։ Ըստ էս քանի կիլոգրամ ծանրացողը կբարձրացնի մինչև կոթկատեղը եւ կդնի։ Մոտավոր քանի կիլոգրամ։ Պատրաստ է Նարեկը, այսինքն մարզումների ընթացքում նաև աշխատում եք այդ ուղղությամբ։ Աշխատում ենք հենց հիմա այդ ուղղությամբ եւ Նարեկի քաշի երակի անկամը բարձրացնում է։ Երակի, ես կրկնակի եմ։ Պատկերացնում եք, արդեն մոտենում է, այո։
Մեջքի եւ ոտքերի Ձեռքեր ցույց ոտքերի ուժը։ կանները։ Օ, Եվ մի խոսքով աշխատում եք հիմա այդ ուղղությամբ։ Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ։ 25-ից 30։ Ապրիլի 25-ից 30-ն է կանալու այդ աշխարհի առաջնությանը, աշխարհի տարբեր մարզիկներ են պատկերացրել գալու եւ Նարեկը մրցակցելու է։ Այսինքն սա սպորտաձևով է, այսինքն մենք ոչ միայն փորձում ենք Գինեսի ուղղությամբ, հա, Գինեսի ռեկորդներ գրանցել, այլ նաեւ հրավերներ ենք ստանում եւ մասնակցում ենք աշխարհի տարբեր ծայրերում, ինչպես անցած տարի մասնակցեցինք Լեհաստանում Օժանի երամարտի մրցումներին։ ինչ եք կարծում Նարեկի Գինեսի ռեկորդակիր լինելը որևէ դերակատարություն կունենա այդ մրցույթի ժամանակ։ Իհարկե ունի դերակատարություն։ Նվաճումը, անունը, ճանաչումը դերակատարություն ունի։ Ես վստահ եմ, որ շատ հպարտ եւ կարևորը վստահ քայլերով դու գնալու ես առաջ, սիրելի Նարեկ Գրճյան։ Քեզ անսպառ ուժ երրանդ, խնդրում եմ լավ կսնվես, ուշադիր կլսես քո մարզիչները։ Համեստ եւ ուշիմ հայացքով։ Այս ամենի հետ մեկտեղ միանշանակ պետք է գերազանց սովորես քո դասերը, որովհետեւ իմաստուն լինելը հատկապես մարզիկի համար եւ ընդհանրապես բոլորի համար շատ կարևոր է յուրաքանչյուր հաջողություն ձեռք բերելիս։ Պայմանավորվեցինք, ստանում ես մեր հերոստատիտողին, որ կանես հնարավորինս, որպեսի բերես Հայաստան հայրենիք, բերես Թալին մրցանակը։ Այո։ Ապրես, շնորհակալություն։ Ուրախ ենք, որ նման ուժեղ ու տաղանդավոր երեխաներ ունեք ձեր կողքին ու փոխադարձաբար, որ երեխաները վստահելի ձեռքերում են բոլոր առումներով, եւ ֆիզիկապես ճիշտ դասյարակվելու, եւ հոգեպես ճիշտ դասյարակվելու։ Մենք իսկապես ձեր շնորհակալություն ենք հայտնում այս կարևոր գործի գլուխ կանգնելու համար։ Ես էլ եմ շնորհակալ եւ իլուր բոլոր հայրենակիցների նշեմ, որ մեր կառույցը ել եմ ուզում նշեմ միակն է Հայաստանում գործող եւ շատ մեր հայրենակիցներ թե Սփյուռքում ապրող, թե ներսում չգիտեն մեր կառույցի մասին եւ սա բացառիկ երևույթ է, երբ որ կլսեն իհարկե կիմանան մեր կառույցի մասին, մեր գործունեության, մեր նվաճումների մասին եւ այն գործարարները, բիզնեսմենները, ովքեր բարեգործություններ են անում այլ ուղղություններով լսեն մեր մարզական կենտրոնի մասին եւ իրենց բարեգործությունը ներդրում անեն թե մարզագույքերի համալրման մասով եւ թե այսենց հզոր փոքրիկ ջուցազումներին օժանդակելու, որպեսզի գնանք տարբեր երկրներ եւ բարձր պահենք մեր երագույնը, մեր հայի պատիվը, անունը, դրոշը։ Ի վերջո պետք է մեծ կարևորություն տալ այս ամենին եւ ճանաչել մեր այն հայրենիքներին, ովքեր աշխարհում միակն են թերևս, իսկ դա հպարտության զգացումներից մեկն է, որ մենք հիմա էլ այս պայն ապրում ենք բացահայտելով եւ ճանաչելով մեր կրտսեր ընկերոջը, բայց շատ ուժեղ ու լուրջ դեմքով։ Մեզ մոտ տաղավարում էր Գինեսի ռեկորդագիր Նարեկ Գրճյանը եւ Դյուցազնատուն մարզական կենտրոնի տնօրեն Գինեսի բազմակի ռեկորդագիր Ռոման Սահրադյանը։ Բարև երկրի տաղավարում ավարտում ենք մեր հարցազրույցը եւ ձեզ հետ կհանդիպենք ընդամենը րոպեներ անց, մնացեք մեզ հետ։ Շարժվենք առնար սիրելի հերոստատիտողներ, այո, հաճելի է, երբ հանդիպում ենք մարդկանց, ովքեր շատ ուժեղ են ֆիզիկապես, տիրապետում են հստակ ինչ-որ սպորտաձևի կամ գուցե ոչ պրոֆեսիոնալ սպորտաձևի, պարզապես սիրում են առողջ ապրելակերպը, բայց այս ամենին զուգահեռ նաև մարզում են հոգին, հատկապես դաշնամուրային արվեստի հետ կապված։ Այո, որովհետև արվեստն էլ հոգին է մարզում։ Հաստատ ու մի քանի օր առաջ ինձ հարց տվեցին ինչ կփոխեիր քո մանկության տարիներին, ասացի որ ոչ թե կփոխեի, այլ կավելացնեի մի բան, որ սովորեի դաշնամուր նվագել։ Իսկապես սիրում ես։ Դա իմ երազանքներից մեկն է։ Իսկ սիրում էիր փոքր ժամանակ։ Չեմ էլ մտածել այս մասին եւ չգիտեմ ինչու չեմ մտածել, բայց ամեն դեպքում Ես ինքս տիրապետում եմ եւ կարծում եմ, որ մանկահասակ երեխաներին կապ չունի, նրանք ունեն այսպես տաղանդ, ունեն սեր երաժշտության նկատմամբ, բայց պետք է երաժշտական կրթության տալ երեխաներին, որովհետեւ մտահորիզոնն է լայնացնում, աշխարհայացքն է լայնացնում, երաժշտական եւ առհասարակ ճաշակը երեխաների մեջ ձևավորում, բոլորովին էլ կապ չունի հետո կշարունակեն երեխաները թե ոչ։ Բայց աշխարհը ամենագեղեցիկ եւ կարեւոր բաններից մեկը։ Այո, զգացել եմ երաժշտության մեջ պետք
էլ լինես։ Ինչի համար էր այս նախաբանը, սիրելի հեռուստադիտողներ, որովհետև այո, այսօր երաժշտական գործիքների գեղեցկուհու Դաշնամուրի միջազգային օրն է, այդպիսի օր էլ կա, ստեղծվել է 1700-ականների սկզբին իտալացի կլավեսինահար Բարտոլոմեո Քրիստոփորի կողմից։ Օրը նշվում է տարվա հենց 88-րդ օրը, խորհրդանշելով Դաշնամուրի 88 ստեղները, որոնցից 52-ը սպիտակ, 36-ը սև ստեղներն են։ Հետաքրքիր է, թե ինչպես են ծնվել երաժշտության այբուբենը համարվող նոտաները։ Դրանք իրենց անուններն ու պատվավոր տեղերը հնգագծի վրա ստացել են 11-րդ դարում։ Իսկ ահա մինչ այդ, սիրելիներ, եկեղեցական երգչախմբերի անդամները մեղեդիները գրի էին առնում հատուկ նշաններով, նևմաներով։ Դրանք տարատեսակ կեռիկներ եւ գալարագծեր էին, որոնք երգիչներին մոտավորապես ցույց էին տալիս մեղեդային շարժման ուղղությունը, բայց դրանցով մեղեդին ճշգրիտ ամրագրել հնարավոր չէր։ Ժամանակի ընթացքում ելքը գտավ իտալացի վանական երաժիշտ Գվիդո դ'Արեձոն։ Գծերը, կեռիկները եւ տառերը ընդհանրացնելուց հետո նա աստիճանական քայլերով ստացավ նոտագրման ժամանակակից պատկերը։ Բրավո իրեն։ Այո, իսկ նոտաների անուններն էլ վերցրեց Սուրբ Հովանես Մկրտչին ծնված եկեղեցական հին օրհներգից։ Լատիներեն հիմնը բաղկացած էր 7 տողից, իսկ յուրաքանչյուր տողի մեղեդին նախորդից 1 տոնով բարձր էր սկսվում։ Այսպիսով վերցնելով յուրաքանչյուր տողի առաջին վանկը ստացվում է բոլորիս հայտնի արդեն դո, ռե, մի, ֆա, սոլ, լա, սի նոտաները։ Բարեկամներ, բացի հանճարեղ ու տաղանդավոր կոմպոզիտորներից եւ դաշնակահարներից, այս չքնաղագույն գործիքի նկատմամբ անտարբեր չեն նաեւ իրարից շատ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ։ Տեսնենք, թե մեզ ծանոթ ու հայտնի մարդկանցից ովքեր են իրենց մասնագիտությանը զուգահեռ նաեւ դաշնամուր նվագում։ Ահա ինչի մասին խոսում էինք այս նորության սկզբում։ Տեսնենք, բացահայտենք նրանց ու շարունակենք մեր ընթացքը արդեն տեսանյութը դիտելուց հետո, խնդրեմ։ Իդեպ ես սիրով դաշնամուրի էի գնում, բայց ինչպես ասացիր, դու երազում էիր դաշնամուր նվագել, ես էլ երազում էի ջութակ նվագել։ Փաստորեն։ Բայց կարծում եմ դեռ ուշ չէ, այո։ Իհարկե, երբեք։ Սոնյա Շագաևան հիմա շատ հետաքրքիր տեսանյութ է ներկայացնելու մեզ, խնդրեմ։ Դասական երաժշտությունը ոչ միայն գեղեցիկ է, այլև խոր ազդեցություն ունի մարդու մտավոր, հոգեբանական ու նույնիսկ ֆիզիկական բարեկեցության վրա։ Այն ոգեշնչել է մեծ գիտնականների, գրողների եւ դերասանների, օգնելով նրանց հասնել հաջողության իրենց բնագավառներում։ Այսօր կխոսենք այն հայտնի մարդկանց մասին, ովքեր բացի իրենց հիմնական մասնագիտությունից, նաեւ տիրապետում էին երաժշտական արվեստին։ Դեռևս 19-րդ դարում մեծ ֆիզիկոս Մաքս Պլանկը հայտնի էր ոչ միայն իր գիտական բացահայտումներով, այլ որպես տաղանդավոր դաշնակահար։ Պլանկը ուներ բացարձակ լսողություն եւ երաժշտական կրթության միջոցով կարողանում էր պատկերացնել ֆիզիկական օրենքները, զարգացնելով իր մաթեմատիկական կարողությունները։ Բազմաթիվ գրողներ նույնպես կապված են եղել երաժշտության հետ։ Ալեքսանդր Գրիբոյեդովը, ով մեզ հայտնի է Խելքից պատուհաս պիեսով, նույնպես հրաշալի դաշնամուր էր նվագում։ Իսկ ահա Բորիս Պաստեռնակը, ով մանկուց սիրել է Սկրիաբինիի երաժշտությունը, 13 տարեկանից սկսել էր զբաղվել կոմպոզիցիայով եւ անգամ սեփական ստեղծագործություններն էր ներկայացնում մեծ կոմպոզիտորին։ Սակայն չնայած իր տաղանդին, նա հետագայում թողեց երաժշտությունը, ընտրելով գրականությունը։ Երաժշտությունը մեծ դեր է ունեցել նաեւ դերասանների կյանքում։ Հյու Լորին, ում բոլորը ճանաչում են որպես Դոկտոր Հաուս, դաշնամուր է նվագում 6 տարեկանից եւ թողարկել է 2 երաժշտական ալբոմ։ Ռիչարդ Գիրը ոչ միայն ֆիլմերում, այլև իրականում նվագում է դաշնամուր։ Սիրունիկը ֆիլմի երաժշտության մի հատվածը հենց ինքն է գրել։ Անթոնի Հոփքինսը, ով մանկուց երազել է դառնալ դաշնակահար, ստացել է կրթաթոշակ Ուելսի երաժշտական քոլեջում որպես դաշնակահար, սակայն ի վերջո ընտրել է դերասանական ուղին։ Իսկ Ջեյմի Ֆոքսը, ով ֆիլմում կատարելապես մարմնավորեց Ռեյ Չարլզին, իրականում դաշնամուր է նվագում դեռևս 3 տարեկանից եւ 15 տարեկանում արդեն ղեկավարել է եկեղեցու երգչախումբը։ Այս պատմությունները վկայում են այն մասին, որ երաժշտությունը ոչ միայն հոբի է, այլ հզոր գործիք, որը կարող է օգնել մարդուն հասնել մեծ բարձունքների։ Գուցե հենց այս պահին էլ ինչ-որ ապագա գիտնական, գրող կամ դերասան դաշնամուրի առջև նստած է, գտնելով իր ներշնչանքը դասական երաժշտության կախարդական հնչյունների մեջ։ Սոնյա Շագաևա, Բարև երկիր։
Շարունակում ենք մեր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, Գարունը բոլորը ստեղծագործում են, ակտիվ է մշակութային կյանքը ու շատ հաճելի է, որ այդ ակտիվությունը մենք տեսնում ենք ոչ միայն պետական թատրոններում, այլև այն թատրոններում, ովքեր շարունակում են իրենց գործունեությունը ինքնաֆինանսավորմամբ եւ մի գաղափարի շուրջ հավաքելով տաղանդավոր ու հրաշալի դերասանների, ռեժիսորների։ Հատկապես որ Գարունը բացօթյա ներկայացումներն են արդեն ակտիվացել, չմոռանանք, որովհետեւ այո, հիմա խոսելու ենք մի թատրոնից, տարածաշրջանում գտնվող մի թատրոնից, որտեղ Գարունը բացվելուն պես այո ներկայացումները լինում են բացօթյա։ Էյվի թատրոն ստուդիայի մասին է խոսքը, որի բեմում արդեն տևական ժամանակ է, Օսկարը եւ Վարդագույն տիկինը ներկայացումն է։ Այսօր խոսելու ենք իհարկե ներկայացման մասին, մեր հյուրերը արդեն տաղավարում են, ռեժիսոր դերասանուհի Անի Բայաթյանը, Օսկարի դերակատար Դավիթ Խաչատրյանը եւ դերասան Անդրանիկ Հակոբյանը, բարի լույս, բարի գալուս մեր տաղավար։ Բարի լույս, սիրելի ընկերներ, ուրախ ենք ձեզ այստեղ տեսնել, ավելի հստակ սիրելի հեռուստադիտողներ, Օսկարը եւ Վարդագույն տիկինը ըստ Էրիկ Էմանուել Շմիդտի պատմություն, ընկերության, հավատքի, սիրո եւ բարության մասին։ Պրեմիերան եղել է փետրվարին, ներկայացվել է նաեւ մարտի 23-ին եւ գնանք ու կվայելենք նաեւ այսօր։ Եթե հասցնեն եւ եթե տոմս կա դեռ։ Չկա, իրախություն չի։ Հենց այդ պատասխանը պետք է լսեին։ Թեև այո, փետրվարին արդեն եղել է, բայց եթե շարունակական է, եղել է արդեն մարտին, նաև այսօր նշանակում է հանդիսատեսը գոհ է եւ պահանջարկը կա։ Ձյան, հիմա թերևս կարևորի մասին։ Ես ուզում եմ շնորհավորել Անիին Բայաթյան մի ամսյակի Մոռացել էինք, որ դեռ մի տարվա եւ գարնան ամենագեղեցիկ տոնը դեռ իր ընթացքի մեջ է, այնպես որ քեզ ժպիտ անսպառ երևակայություն ու լավ դերեր, աշխատանքներ, ներկայացումներ։ Մանապես ես շնորհակալ եմ շատ։ Ադարտ ջեր վերաբերմունքներ։ Խոսենք արդեն ներկայացումից, այո, շատ բարի, սիրառատ, մի փոքր տխուր, իհարկե, բայց այն սիրո եւ ընկերության ուժի մասին, որը փրկում է։ Եկեք հասկանանք Անիի հետ ինչու վերցվեց այս գործը եւ արդեն շարունակաբար կանդրադառնանք դերակատարներին։ Մի քիչ երկար պատմություն ունի այս գործը ինչու վերցրեցինք, այս գործը շատ ավելի վաղուց էինք վերցրել, երբ որ Դավիթը եւ իմ աղջիկը միասին սովորում էին տարածաշրջանային թիվ 1 քոլեջում եւ նրանց Դավիթը շատ էր ուզում բեմադրություն անել, դիմեցին իմ օգնությանը, ես միացա իրանց, գործը ինքն էր վերցրել, ես էլ ասում եմ ինչի հենց դա, ինչի երեխեք, մի խոսքով ասեցի լավ, ձեր ցանկությամբ, ձեր սրտով թող լինի, աշխատեցինք եւ այդ գործը դարձավ իրենց դիպլոմային աշխատանք, ճիշտ է։ Իսկ Դավիթը ի սկզբանե պիես էր կարդացել, թե դիտել էր մեկ այլ ներկայացում, որը նաեւ քաղաքամար Երևանի բեմարտակներից մեկում։ Ես որքան Ի սկզբանե կարդացել եմ ուղղակի հենց պատմվածքը եւ ըստ դրա արդեն պիեսավորել եմ ամբողջ պատմվածքը եւ արդեն դարձրել այն բեմական։ Հետաքրքիր է։ Տարիքով կերպարի հետ մոտ եք, շատ հեռու չէ, չէ՞։ Դեռահաս չէ կերպարը։ Հա, Կերպարը 10 տարեկան է, ես իրականում 20 տարեկան եմ։ Բայց այսպես արտակնապես, այո, կամ գուցե չգիտեմ, մի փոքր բնավորությամբ, կերտվածքով, այսպես նման է եւ դրա համար։ Անդրանիկ ինչ իրական պատմության մասին է։ Դավիթ քիչ ես պատմում իրական պատմությունը, որ Դե իրականում բժշկական հետազոտությունների էի գնացել, որի արդյունքում սխալ եզրակացություն էր եղել ու դեռ եզրակացությունը չտրված, ես մտածում եմ, որ ես քաղցկեղ ունեմ եւ այդ մտքերով տարված անընդհատ մեկուսացել էի աշխարհից, ոչ ոքի չէի խոսում եւ այդ ընթացքում որ համացանցում փնտրում եմ քաղցկեղի վերաբերյալ նյութ, այնտեղ տեսնում եմ այս պատմվածքը, սկզբի տողերը դուրս գալիս է, վերցնում եմ դա, կարդում եմ Եվ հասկանում եմ, որ եթե կհասցնեմ, նաև կբերնադրենք այս աշխատանքը։ Խաղառավոտ ամեն դեպքում հաճելի է, որ նման թեմայի շուրջ խոսում ենք այսպես ժպիտով, վստահ եմ, որ ամեն ինչ անցել է, չէ՞։ Այո, հերքվեց։ Բայց նույնիսկ այդ դեպքում իսկապես արվեստը եկել է օգնության, մտածել է նույնիսկ եթե այդպիսի հիվանդություն կա ինձ մոտ, ես կարող եմ հասցնել ինչ-որ բան անել։ Ու հասցրեց։ Բայց իհարկե հասցրեցինք, այո, հերքվեց այդ ամենը։ Շնորհակալություն։ Անի, որ շարունակեմ պատմությունը եւ վերջացնեմ հարցի պատասխանը, ինչքանով որ պատմությունը այդպեսին էր, բայց նայենք որպես գործ, աշխատանք, դա արվեց իրենց քոլեջում, որից հետո արդեն Էյվի թատրոնից ստացա հրավեր, որ բեմադրենք այդ ներկայացումը եւ այս անգամ արդեն Էյվի թատրոնում այս գործը
ամբողջությամբ 0-ից պիեսավորեցի ես ինքս, ինսցենիրովկա արեցի, այսպես ասեմ, եւ լրիվ այլ տարբերակով մենք տեսանք Էվի բեմում ու Դավիթ ջան, այդ ժամանակ քո վարդագույն տիկինը հենց երևի թե համացանցի այդ գիրքներ, որ սենց վարդագույն ձևով փայլեց ու դու հասկացար, որ կյանքը շարունակվում է եւ նույնիսկ եթե մի փոքր ժամանակ ունես 12 օր, դու կարող ես այդ օրերին ապրել այն կյանքը, որը որ հնարավոր է ապրել այնպես, ինչպես որ կստացվի ամենալավ ձևով։ Իրականում մենք որս այստեղ Օսկարից սովորելու բան ունենք, որ Օսկարի վերջին 12 օրը ապրում է այնպես, ոնց որ մարդ կապրեր իր 120 տարին ու ամեն ժամը, ամեն վայրկյանը գնահատելով ինձ թվում է, որ մենք բոլորս Օսկարից սովորելու բան ունենք։ Միջալուց այդ միտքը իսկապես մեր եթերի շրջանակներում մենք շատ հաճախ ենք օգտագործում, որ այո, վարքյանի կարևորությունը գնահատելը հատկապես այս ժամանակաշրջանում մեծ կարևորություններից մեկն է։ Անդրանիկ, ինչ կա այս ներկայացման մեջ, որ սրտովդ է, որ հոգուց է գալիս, որ շատ սիրել ես, ինչու եմ ես հարցը տալիս, որովհետև այս ժամանակակից մոտեցումների մեջ անդադար ռեժիսորները հատկապես միշտ ավելի շեշտադրում են ներկայացման ձևը, ռեժիսորական լուծումները եւ որևէ ֆորմայի մեջ չեն փորձում ստեղծել մարդկային պարզ փոխհարաբերություններ, բայց այս ամենի ֆոնին կարծես բեմում մի քիչ կորում է հենց մարդկային անկեղծ փոխհարաբերությունը։ Ինչ որ կերպ համադրություններ կան ձևի եւ բովանդակության, թե միայն մնացել է այն պարզությունն ու այն անկեղծությունը, որը վերաբերում է մարդուն ու շատ հաճախ հանդիսատեսը կարոտում է բեմում տեսել պարզապես մարդկային փոխհարաբերություններ։ Դե այստեղ մեկ քանի որ մեր բեմը Եղվարդում ավելի կամերային բեմ է, ու հանդիսատեսը ավելի մոտ է նստած մեզ, մենք մաքսիմալ փորձել ենք այնպես անել, որ հարաբերությունները մարդկային լինի, ավելի ռեալ լինի ու ոչ մի պաթոս, ոչ մի շինծու ձևական բաներ։ Նախ շնորհակալ եմ Անիին, որ կաստինգ անցկացրեց։ Բայց դեռ չես անցել, նոր ենք անցել, չէ, դու չես անցել։ Ինչ չեմ անցել կաստինգը հայից տենց է։ Իսկապես կաստինգ արվել է։ Ում եք մարմնավորում, Անդրանիկ։ Ես մարմնավորում եմ բժիշկ Դուսելդորֆին, ով կլինիկայի գլխավոր բժիշկն է, ով զբաղվում է երեխաներով, քաղցկեղ ունեցող երեխաներով։ Եվ ոչ միայն քաղցկեղ ունեցող, այստեղ ուղղակի շեշտադրվում է ավելի շատ քաղցկեղ ունեցող երեխաները ու իր վերաբերմունքը յուրահատուկ է Օսկարի նկատմամբ ու ավելի շատ փորձում է Օսկարին օգնող հանգամանք լինել բժիշկը։ Ինչ է լինում հետո, թե էլ ինչեր է լինում, շատ բան չեմ կարող պատմել, թող հանդիսատեսը գա, նայի։ Անդրանիկ, մեր պիեսի ներկայացման բժիշկը բնավորության ինչպիսի գծեր ունի, ինչպիսի հատկանիշներով է օժտված, որ այսօր պակասում է մեր իրական բժիշկների մոտ։ Տեսեք, հիմնականում դե ոնց է լինում, բժիշկները հիմնականում ավելի սառն են, հատկապես երեխաների հետ աշխատող։ Հույզերին տեղիք չեն տալիս, քանի որ շատ են ունենում նման պացիենտներ, նման հիվանդներ։ Բնականon ընթացք է դա։ Բնականon ընթացք է, բայց մեր պարագայում չգիտեմ ինչ կա արդյոք տղայի եւ բժիշկի միջև ինչ է առաջանում, որ բժիշկը ավելի այլ կերպ է նայում տղային։ Զական կապ կա ուրեմն նրանց։ Բժիշկը դառնում է միջոց, որ վարդագույն տիկինը եւ Օսկարը իրար հետ շարունակեն իրենց ճանապարհը եւ իրենց գիծը։ Այստեղ եւս մեկ անգամ բացահայտվում է դերասանի մասնագիտության ֆենոմեններից մեկը, որովհետեւ եթե պարզապես մարդիկ որովհետեւ դժվար կացության մեջ են ու դժվար ու բարդ զգացողություններ են ունենում ու եթե դա հաղթահարվում է, նրանք ամեն կերպ փորձում են այդ ամենը ծալել ու դնել դարակի խորքային անկյունում, որպեսզի այլևս շիշեն, բայց արյուտես, որ մեր երիտասարդ ստեղծագործող այս դեպքում Դավիթը Խաչատրյան թվացյան ունենալով նման զգացողություններ, հանկարծ հանդիպում է մի ստեղծագործության, որի մեջ էլի ունենում է այդ նույն զգացողությունները եւ շատ համարձակ կերպով նա փորձում է դա բեմից արդեն ներկայացնել այդ զգացողությունները։ Այստեղ միանգամից հիշեցի մեր թատերագետներից մեկի խոսքը, որ նախկինում ապրված հույզերը լավագույն տարբերակն է, որ դու կարողանաս բեմում այդ պահին ցույց տալ։ Եթե որևէ
ֆիզիկական աշխարհ այդ բային համենայնպես քեզ ծանոթ է ու դու դա ունեցել ես անցյալում։ Ստաբար օգնել են։ Բացի քեզնից նաև կարևոր է երբեմն ես սիրում եմ դա ասել, գողանալ այլ մարդկանց հույզեր, որը դու չես ապրել, բայց տեսել ես, ֆիզիկական շարժումներ եւ այլն եւ պահես քո այդ պահոցում օգտագործես դերասանության մասնագիտության մեջ, այդ շատ կարևոր է։ Մենք հասկացանք, որ կասինգ է եղել փաստորեն դերական։ Չէ, այդպես չի կարելի ասել, հա։ Դա հումոր է եւ միանշանակ ի սկզբանե ընտրվել է Անդրանիկը, քանի որ նրա երրորդ աշխատանքն էր Էվի թատրոնում ու ամեն առումով ինքը համապատասխանում էր այդ կերպարին։ Շատ իհարկե կցանկանայի, որ ավելի մեծ լիներ, բայց մենք ես Անդրանիկին ասեցի, դու այս տարիքում ես, որ ինչ որ կաս ու հենց այդպես էլ պետք է խաղաս։ Անի ինտրույցիոնը երկու հոգու առջև էր, ես կամ Լեոնարդո Դիկապրիոն, վերջը ինձ ընտրեց։ Դեպքում այլ մենք չենք սպասում։ Դավիթ, ապագայում ամեն դեպքում ավելի կոնկրետ եւ հստակ որ ուղղվածության մեջ ես քեզ տեսնում, որպես դերասան թե ռեժիսոր։ Որպես դերասան, այս տարի պատրաստվում եմ ընդունվել Երևանի թատրոնի կինոյի պետական ինստիտուտ եւ շարունակել դերասանական բաժինը։ Բայց ուրախ ենք, որ քեզ պատկերացնում ես այս արվեստում, այս մասնագիտության մեջ, բայց միևնույն է կարդում է մարդը եւ փորձում է իր համար լավ ու հարմար ու հաճելի դերեր գտնել եւ ռեժիսորների հետ համագործակցելով ունենալ արդեն ներկայացումներ կշիռ ունեցող դերերով, այդ շատ կարեւոր է եւ շատ ուրախ ենք այդ արդիվ։ Դավիթ, իսկ համաձայն է Օսկարի բոլոր քայլերի նրա մտածելակերպի հետ։ Եվ երբ ինքդ քո միջով անցկացրել ես այդ բոլոր հույզերը, երբ համեմատում ես, ինչպես ես կարծում, դու ինքդ արդեն իրական կյանքում եւ Օսկարը ինչպես կվարվեիք նման դեպքերում։ Ես կարծում եմ, որ պետք է Օսկարի նման վարվել, որովհետեւ Օսկարը ինքը շատ ուժեղ կամքի տեր անձնավորություն է, չի թողնում, որ անելանելիությունը հաղթի նրան, եւ կարծում եմ, որ նախկինում ունեցած իմ հույզերը սովորաբար շատ են անգամ խանգարում բեմում, որովհետև իմ հուզային ֆոնի վրա կերպարը ավելի շատ ուժվում է, բայց հիմա ի շնորհիվ Անի Բայաթյանի արդեն կարողանում ենք դա պահել ուրիշ գծի վրա։ Գրականության մեջ շատ շրջանառվող թեմա ես Վերոնիկային հիշեցի, որոշում եմ մեռնել, եւ իսկապես էլի, երբ հասնում ենք եզրագծին, նոր սկսում ենք գնահատել, արժևորել մեր կյանքը, մեր շրջապատի մարդկանց, եւ իսկապես այս ներկայացումը ունի տարիքային շեմ, սահմանափակում, որովհետև դեռահասի մասին է, բայց գուցե տարիքային շեմը ավելի բարձր է, որպեսզի չխոցվեն, չհուզվեն երեխաները։ Ունի, մենք սահմանել ենք 12+, ու ես կարծում եմ դրանից ցածր երեխաները օրինակ եթե կարդան, իրանք չեն ընկալի կամ չեն հասկանա գուցե կամ իրանց հույզերը այլ կերպ կաշխատեն, դրա համար ավելի մեծ տարիք 12+, որովհետև այնտեղ կա դեռահասության թեմա, որի մասին խոսում է Օսկարը, իր այն աղջկա մասին, որ սիրահարված է ու ինչ է ապրում նրա հետ, նրանք Աստծուն գրում է, որ ես ուզում եմ ամուսնանալ, մենք Մամի Ռոզի հետ արդեն նախորդից էր Վարդագույն տիկնոջ հետ խոսում է եւ ասում է, որ Պեգին ասում է, որ համբուրվելուց կարող են երեխաներ ծնվել, բնականաբար այդտեղ երկխոսություն կա, որը չեմ ասի, որ գան նայեն։ Ու դրա համար, այո, շատ կարեւոր է, որ 12+ դիտեն, կարդան նաև այդ գործը։ Այո, շատ զգուշությամբ մոտենալու եւ ստեղծագործությունների ներկայացում, որովհետեւ եւ տարիքն է շատ խոցելի վտանգավոր դեռահասությունը եւ իհարկե թեման։ Նաև կա շատ մի կարևոր փաստ, որ պետք չէ վախենալ ներկայացման թեմայից, որը քաղցկեղն է իր բուն թեման, այսինքն տղայի հիվանդությունն է դա, այլ հակառակը ես կարծում եմ պետք է վերաբերվել այնպես, որ սա նրա համար է, որ մարդուն ապրելու հույս է տալիս եւ իր փոքրիկ այդ կյանքը կարճ, որը շատ պատահական Վարդագույն տիկնոջ բերանից թռնում է եւ տղան իմանում է, որ ընդամենը 12 օր ունի ապրելու
դու պատկերացրեք 10 տարեկան երեխան լսի, որ ինքը 12 օր ընդհանրապես ժամանակ ունի ապրելու եւ այդ սխալը նա ուղղելու համար Վարդագույն տիկինը սկսում է իր պատմությունը հորինել նրա համար, որ ինքը արդեն ամիսներ շարունակ մեծանում է եւ մոտավորապես երևի քանի տարեկանում էր 110 տարեկան 110 տարեկան ըստ լեգենդի Օսկար լքում է այս աշխարհը այո Եթե կամաց գնանք ամփոփում սիրելի Անի Բայացյան, հետաքրքիր մի հարց է առաջանում։ Մենք դերասաններս եւ ռեժիսորները մեզ ծանոթ հիմնականում որպես այդպեսին բաժանվում են երկու մասի, որովհետեւ ունենք ռեժիսորներ, ովքեր մինչեւ վերջին վարկյանը ապրումակցում են ամբողջ ներկայացման հետ, սկսած դերակատարումներ ստանալուց, բեմանկարչությունից, երգերաժշտություն, պլաստիկա, եթե կա շարժում բեմում եւ այլն, ու պրեմիերան հանձնելուց հետո նոր որոշակի ինչ-որ անդոր ու հանգստություն է իջնում այդ մարդկանց վրա, բայց ունենք ռեժիսորներ, ովքեր շատ հստակ դա պարզապես նայելով որպես ստեղծագործական աշխատանք, գալիս են կատարում են իրենց աշխատանքը եւ այլն։ Նույնը վերաբերում է նաեւ դերասաններին դերը ստանալու այդ ժամանակահատվածում։ Հեշտ տրվեց արդյոք այս ներկայացումը քեզ։ Ներկայացումը հեշտ չտրվեց, բայց այնպես չի, որ բարդ տրվեց, որովհետև բարդությունը նրանում էր միայն, որ ես եւ բեմադրում եի եւ խաղում էի գլխավոր հերոսում, ու ես գրել էի իմ post-ի մեջ, որ իմ երևակայական աչքերը թողել էի հանդիսատեսի շարքում ու նայում էի կողքից։ Հետո ես ունեի շատ լավ, տաղանդավոր, այո, գործընկերներ Վիգենը Թադևոսյան, Անին Վարդանյան, նրանք բնականաբար հետևում էին, ես ասում էի նստեք, նայեք, այս մասը ոնց անենց, աղջիկս նույնպես Վիոլան Ղարիբյան, չմոռանանք նրան ասել, որտեվ 4-րդ դերակատարը նա է, Պեգի Բլու է խաղում, նա նրան կանգնացնում էի իմ տեղը, ասում էի կանգնի, Անին էլ էի կանգնացնում, ասում էի մի խոսքով կանգնեք, ես մի հատ պատկերը տեսնեմ, ինձ բավական էր 1-2 պատկեր տեսնել, արդեն ես կարողանում էի այդ ամենը հավաքել բեմի վրա։ Շատ բաներ ըստ տեխնիկայի փոխվում էր նաև այն ինչ որ ես մտածել էի բեմի վրա, բեմ այն էլ այդ փոքր կամերային թատրոնում, հանդիսատեսը շատ մոտիկ, մենք իմ կարևոր պայմանն է եղել նրանց, որ անպայման խաղան, այնպես որ բոլորին, բոլոր հանդիսականին թվա թե որ նրանք հենց մեր մեջ են, այսինքն հենց մասնակիցն են այնքանով, ոչ թե ինտերակտիվ, այլ մենք սենյակում խաղում ենք մենք մեր համար։ Ես խնդրում եմ նրանց, որ իրանք մարմնով չկանգնեն հանդիսատեսին, եթե մենք ունենք կողքի տեսարան իրար հետ ենք խոսում, մենք խոսում ենք կողքի ու չենք մտածում, այսինքն ոչինչ չկա, մեջկով, այո, մեջկով տեսարաններ, որոնք խոսող մեջկով տեսարաններ, հասկանում եք ինձ համարաբար։ Մի խոսքով այդ ամենը իմ կարևոր պայմանն էր, որ մենք հասկանանք, որ մենք ենք այդ սենյակում եւ ուրիշ ոչ ոք չկա, որ հանդիսատեսը արդեն մտներ այդ խաղի մեջ ու ես կարծում եմ, որ ստացվել է, մենք հետաքրքիր լուծումներ ունենք, ինչը էլի չեմ ասի, որովհետև այո, շատ հետաքրքիր լուծումներ ենք, հենց ներկայացման երևի թե 3-րդ կամ 4-րդ կամ 5-րդ րոպեից մի իրադարձություն է լինում, որը ոչ ոք հանդիսատեսից չի սպասում դա։ Այնպես որ այն ինչ որ ամեն հերթին խոսել, դա ընդամենը 5%-ն էր, այն մնացած 95%-ը հանդիսատեսը կգա եւ կնայի, չէ։ 5 րոպե հետո բարձ կլինի խոսքի մասին։ 5 րոպե հետո բարձ կլինի, որովհետեւ ես ուզում եմ անպայման շեշտել նաեւ Արտուրին եւ Նազիկին, որոնք եւս մեկ նրանք էլ են ունեցել անելու գործ այս ներկայացման մեջ Երաժշտական մասը երևի։ Չեմ ասի, այդ չեմ ասի, իմացեք, ոչ, որպես դերասաններ։ Որպես դերասաններ։ Որպես դերասաններ ունեցել։ Մենք ֆիզիկապես բեմի վրա ենք, իսկ դրանք ոչ։ Նրանք հոգեպես։ Հետո հոգեպես կան մասին, նաև հոգեությունների մասին խոսք կա, այո, պատկերավոր կան, այո, կան։ Նայել ու վայել։ Արդեն թույլ է տալիս, այո։ Այո, ես շատ եմ ուզում կոչ անել մեր Չի որ բացօթյա չի Օսկարը։ Այո, Օսկարը բացօթյա Ես էլ սկզբից ասում եմ բացօթյա, Այդտեղ բացապես Էյվի թատրոն ստուդիան ունի, այո, նաև բացօթյա։ Դե ինձ այո, արդեն գալու է եւ բացօթյա են։ Շուտով կբացվի նաև բացօթյա հատվածը, քանի որ եղանակները քանի գնում են տաքանում են։ Հաջորդ ներկայացման մասին ինչ տեղեկություն ունեք, ամսաթիվը։
Մենք խաղում ենք վաղը ժամը 19:00-ին Էյվի թատրոնում Եղվարդ քաղաքում, սիրով սպասում ենք մեր հանդիսատեսին եւ ես ուզում եմ անպայման ասել, որ Եղվարդ գալը դա դժվար չէ, որ պետք չէ հենց ինչ որ մարզ գալու համար մտածել, որ վայ ոնց են գալու, ինչ ենք անելու, ներկայացում նայելու համար կամք է պետք եւ սա։ Այսօր չի խանգարի գալ եւ նայել ներկայացումը, մենք դրանից միայն ուրախ կլինենք։ Իսկ 30-ից հետո արդեն կան հստակորեր, որ դեռ ոչ, կպլանավորենք ապրիլ ամսին անպայման նորից կլինի ներկայացում։ Թող հետևեն Էյվի թատրոնի էջին, այնտեղ ամբողջ խաղացանկը հրապարակվում է։ Ինֆորմացիան հստակ է, այնտեղ կարող եք դուք տեսնել սիրելի հեռուստադիտողներ։ Ռեժիսոր դերասանուհի Անի Բայեցյանին ենք ասում շնորհակալություն, Օսկարի դերակատար Դավիթ Խաչատրյանին եւ դերասան Անդրանիկ Հակոբյանին նույնպես ասում ենք շնորհակալություն, որ ժամանակ գտաք մեզ մոտ լինելու, հարց ու պատասխան ունենալու, գնացեք օրվա դրական շարունակություն ձեզ սիրելի ընկերներ։ Մենք Բարև երկիրն ենք ու հանդիպում ենք րոպեներ անց, մնացեք մեզ հետ։ Դե սիրելի հեռուստադիտողներ, եկավ պահը, որ ձեզ պետք է ժամանակավոր հրաժեշտ տանք, որովհետև ընդամենը մի քանի ժամից կրկին կլինենք այստեղ եւ ձեզ հետ կհանդիպենք արդեն Բարև երկրի շրջանակներում։ Դրսում գարուն է, ավարտվում է գարնան առաջին ամիսը։ Բնությունը այս պահին լիառատ մեզ հրամցնում է կանաչ գույնը, ինչը ֆանտաստիկ ու անբացատրելի սիրուն է, ինչը ազդում է լավ առումով եւ առողջության վրա, եւ նյարդերի վրա, եւ հոգեբանության վրա։ Դուրս եկեք դուրս, վայելեք գարնան արևը, վայելեք կանաչը եւ տրամադրությունը։ Այո, գարունը, ինչպես ասում են, բնության վերածնունդ է, թող ձեր կյանքում էլ վերածնունդ լինի ձեր երազանքների, մտքերի, ցանկությունների վերածնունդ եւ ի վերջո արթնանաք մի գարնանային գեղեցիկ օր եւ հասկանաք, որ հենց այսօր է այդ երազանքներն իրականացնելու օրը եւ պահը ուշացնել ոչ մի կերպ չի կարելի։ Շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ, ձեր սուրճն ու թեյը, ձեր առավոտյան այս 1 ժամ եւ մի քանի րոպեները մեզ հետ կիսելու համար։ Այսօր մարտի 29-ն է, վաղը մարտի 30-ն է լինելու եւ մենք կրկին հանդիպելու ենք, որովհետեւ սիրում ենք մեր աշխատանքը, սիրում ենք ձեզ եւ որովհետեւ ունենք սքանչելի գործընկեր, իսկ նա Տուն Դեպո խանութ սրահն է։ Հիշեցնեմ այն հասցեները, որտեղով կարող եք հետևել մեր թողարկումներին, եթե հանկարծ այսօր քնած եք եղել եւ չեք հացրել դիտել։ Դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան ալիքը եւ Երկիր մեդիայի ու Բարև երկրի Facebook-յան էջերը։ Եղեք առողջ, խաղաղ եւ շատ երջանիկ։ Ապրենք։ Մեզ մոտ արդեն YouTube-յան պաշտոնական ալիքում 100,000 հետևորդներն են մեզ հետևում, դա շատ ուրախալի է բարեկամներ, իսկ մեր տարբեր հարթակներում ակտիվ եք, հետևեք մեր հարցազրույցներին, որոնք պարբերաբար ձեզ ենք ներկայացնում։ Այսքան այսօրվա համար կհանդիպենք օրվա հրաշալի շարունակություն բոլորիդ։